Բարև, Ստեֆան, նախ սկսենք, ինչպիսի զգացողություն ունեցար, երբ դարձար NBA-ի պատմության մեջ միակ խաղացողը, սակայն ընտրվեց մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող, Սթեֆեն Քերի, դա անհավատալի զգացողություն էր, ես երբեք չեմ ակնկալել նման բան, միշտ կենտրոնացած էի իմ խաղը բարելավելու և թիմին օգնելու վրա, ում թիմային աշխատանքի և հետևողականության արդյունք էր։ Լրագրող. Դուք ստեղծեցիք Քերի բրենդը Under Armour-ի հետ, ով էր դրդում ձեզ այդ քայլին։ Ստեֆեն Քերի. Ես ուզում էի ստեղծել մի բան, որ արտացոլի իմ ինքնությունը և օգեշջի երիտասարդներին հասնել իրենց երազանքներին։ Ցանկանում էի լինել նրանց համար օրինակ։ Ստեֆեն Քերի Underrated վավերագրական ֆիլմի մասին ինչ կասեք, ինչպես այն անդրադարձավ ձեր կարիերայի վրա։ Հինալի էր կիսվել իմ պատմությամբ հանդիսատեսի հետ, ում ցույց է տալիս, ինչ մարտահրավերներ եմ հաղթահարել։ Ով եմ։ Այս կներշնչի մյուսներին։ Լրագրող. Դուք հայտնի եք նաև ձեր բարեգործական գործունեությամբ, ինչն է ձեր մղում օգնել։ Ստեֆեն Քերի. Ես մեծացել եմ մի ժայռայրում, որտեղ ինձ սովորեցրել են, թե որքան կարևոր է տալը։ Ուզում եմ իմ հարթակը օգտագործել, օգնելու
կարիքավորներին, հատկապես երեխաներին: Վերջում, ինչ պատգամ ունեք երիտասարդների համար: Ստեֆեն Քըրի: Երբեք մի հանձնվեք ծանր աշխատանքի և ինքնավստահության բանալին եմ: Հետևեք ձեր կրկին և եղեք ազնիվ ինքներդ ձեր հետ: Հաջողություն ձեզ: